Բարի երեկո։ Այսօր մտածել եմ երկար խոսելու կարևոր խնդիրների մասին, այսինքն մի խնդրի մասին, մեր խորքային խնդրի մասին, ազգային, պետական, հանրային, սոցիալական, անձնական, դրանք բոլորը միախառնված են։ Միգուցե էլի sense իրար այնքան բռնող չերևան առաջին հայացքից, բայց փորձել եմ կապել ասելիքս իրար, որովհետև իսկապես կարևոր ու բարձ բաներ են։ Այսօրվա նշանաբանը սա է, դժոխքում անմեղներ չկան, բոլորն իրար տակ կրակ վառող սատանաներ են։ Մենք բոլորս մեղավոր ենք նրանում ինչ որ կատարում է երկրում, այդ թեմայի ընդհանուր բանն է, լեյտմոտիվն է։ Այս բանն է խոսում, հոգեորականն է խոսում, շատ լավ ասում, ասում մարդիկ լինում են 3 տեսակ, առաջինը ասում են ճիշտ, երկրորդը ասում են սուտ, եւ երրորդը ինչ ուզում են ասում են։ Արքիպոս Խաչատրյան։ Սա նկարագիր է մեր հանրության, բոլոր տեսակները կան, իհարկե կարևոր է իմանալ, որ տեսակը ինչքան է, որն ինչ դեր ունի հանրության մեջ, պետության մեջ, բայց դե առաջին անգամ լսում, որ սենց լավ դասակարգում է եղել։ Ու այսօր մի ֆանտաստիկ պրոֆիլի ես հանդիպեցի Facebook-ում, մի շատ խելոք երիտասարդ է, հոյակապել ֆոտոնկարիչ է։ Ինքը ունի 174 000 հետևորդ։ Ու իր ամեն գրառումն էլ մի քանի հազար հավանում ունի։ Ես մինչև ես գիտեի, որ Facebook-ում հակառուցներն ունեն միլիոնի հասնող լսարան, օրինակ Շանթը, ու իրենք ունեն հազարավոր լայքեր, դե պետք է երգիրը կործանել, մարդիկ այնքան խելք չունեն, թե ում ոնց գնահատեն, բայց որ նորմալ ջահելը, ֆոտոնկարիչը 174 000 հետևորդ ունենա, ապշեցուցիչ էր ինձ համար։ Նու հարց տվեցի Ֆերսյան ծանոթին, թե ոնց կբացատրի այս ֆենոմենը, կարող է ջահելությունն անպրոբլեմ է ու արվեստ գնահատող։ Պատասխանը եղավ, որ այո, խնդիր չունեք ջահելությունը։ Հետևաբար ես որ sense մտահոգ խոսում եմ ու ես խոսում եմ ուժներն մտահոգ նկարվում են sense փիլիսոփայերը։ Ինչ որտեղ միգուցե անտեղի է, բայց դե պիզա եմ ներեք։ Մտահոգությունս ներեք։ Մենակ ես չեմ մտահոգ, հեսա Արսեն Ջուլֆալակյանն էլ ասում է, պարազիտները իմ հետ կապ չունեն։ Շատ կան մարդիկ, որոնք ստապ են նայում։ Սարդարաբադի ճակատամարտն է, սակայն իդեմս թուրքերի գործում են հայ իրավապահները։ Քիչ-քիչ են հասկացող մարդկանց, ոչ էսթետների մոտ, արթնանում է զգացողությունը, որ մենք ինչ-որ լուրջ խնդիրների մեջ ենք։ Հեսա Ֆեսյան իմ երկու ընկերուհիների բանն է, կարծիքներն են վերբերել, Անիկ Աղինյան, լավ սրան վերջ չկա, մենք քանի անգամ պետք է մահանանք ու հարություն առնենք։ Մյուս ընկերուհու Գոհար Պապիկյանի կարծիքն է, ամեն մեկի տուն պահելը տեղի ունենում մյուսի տան անդամների ուտելու հաշվին։ Ճիշտ լեզու է օգտագործված։ Մենք փոշոտել բառը ստեղ չի բռնում, էլի։ Փոշոտելը միանգամից ասենք թե զոհին երբ որ բռնում է առյուծը, անցիլոպին միանգամից փոշոտում բրծնում է։ Մեր մոտ ուտելու հարց է։ Օրեկան մի պորցիա ուտում ենք դիմացինից։ Մյուս ընկերուհին է գրում, դե ես հասկանում եմ կանանց մոտ էս շատ ավելի լուրջ է գիտակցումը։ Հայաստանցի տղամարդիկ անկախ ազգությունից դուք հասկանում եք, որ ձեր տարիներով անգործության հետևանքով ձեր կանայք, ձեր երեխաները, ձեր հարազատները վաղը թուրքի ծառա են դառնալու։ Դուք հասկանում եք, թուրք ինչ ուզի կանի իրենց հետ ու ձեր հետ, այդ դեպքեք, այդ թշվառներ, այ վախկոտ քակլաններ։ Դուք այդքանը հասկանում եք, այ աննամուսներ, հոմենակ ստատուս գրելով ու հաչալով չի, դուք ինքներդ ձեզանից չեք զզվում։ Ձեր կանայք ոնց են ձեզ տուն թողնում։ Այ անողնաշար անտասիբ գոյեր, արա բամբողջ ազգի մեջ մի քանի տղա չլինի, գետինը մտնեք, երիցս գետինը մտնեք։ Լավ դուք ոնց եք ապրում, այսպես անպատիվ։ Չգաք չհաճակ, այս շատ կարևոր է։ Մինչև շտոյլ ամեն ինչ։ Սա իմ կարծիքն է, հայերով առաջինն ենք մտել անգրագիտությամբ թելադրված եւ բնազդային արժեքայինով պայմանավորված կյանքի ու փոխադարձ հոշոտման ռեժիմի մեջ։ Մտել ենք,
Այս մասին նախասողը չկա, մենք սուրբ ազգ ենք, բացադրողը չկա, թե ակունքները որտեղ են կայանում։ Ես որ դպրոցում սովորում էի, լիքը գերազանցիկ կային իմ կողքերը, ես գերազանցիկ չէի։ Համալսարանում սովորում էի, լիքը գերազանցիկ կային, ես գերազանցիկ չէի։ Բիզրացել եմ, կարող է ինձ թվում է, որ ես ինչ-որ մի բան գիտեմ ավել մյուսներից, սա համար մեջտեղ եմ ընկե հաճում եմ։ Բայց կյանքը ցույց տվեց, որ իմ ասած օբյեկտիվ է, որովհետև 33 տարվա մեջ միայն անկում է եղել։ Գամ բանին, ես էլի ընկերուհուս բանն է, շատ խելոք աղջիկ է։ Խելացի եւ պարկեշտ մարդկանց պարտներ ճիշտը բարձրաձայն են ու սուտը բացահայտ են։ Նոամ չեմ սկու ասած, նա, բայց դե ինքը թարգմանել է, հրամցրել է հային, որ կարդան, տեսնեն ինչ ինչոց է։ Գնամ սլայդերի բաժին, մի քիչ բաներ ցույց տամ, հետո հետ կգամ։ Այսօր ասեցի երկար եմ խոսելու։ Սա ուրեմն աշխարհի շուրջ եղած բաների արբանյակների քանակն է։ Ну, կարելի է մուվիով նայել։ Տեսեք տարին տարվա վրա արագանում, մի քիչ արագ գնանք, գամ կանգնեմ 91 թվի վրա։ Այստեղ կանգնեմ, հիշեք, տեսեք այս քանակը, հետո գամ հասնեմ մեր օրերի վրա, հələ տեսեք այս քանակը։ 91 թվից մինչև հիմա մենք կործանվել ենք, մարդկությունն ուր է հասել։ Նուրից լիքը կլիպեր կան, որտեղ Չինաստանն է նկարագրված, որ ինքը 90 թվից հետո ինչ է տեղի ունեցել։ 33 տարվա մեջ չինական տնտեսությունն աճել է 50 անգամ։ Մենք չենք աճել, մենք հետ ենք գնացել։ Սրանք օբյեկտիվ պարամետրեր են, ու միայն բացատրել դա միայն պատերազմով չի կարելի, ըստ պատերազմի մեղավորն ենք մենք, որ չկարողացանք սաստել Ադրբեջանին, չկարողացանք զինվել, սա ջահելների արունը լրիվ կթեցինք, տվեցինք ու վերջնել կործանվեցինք, ինքներս մեզ կերանք։ Այս հարցերը պետքա պատասխան ստանան։ Այս մեր Վարդան Պետրոսյանն է։ Հայտարարությունը Թուրքիան Մկայել ձեխա ժուրնալիստ Ստամբուլից հետ է եկի։ Հայտարարությունը Թուրքիան մկավորի Դա Թուրքի ուրիշ շնայնի Բանի դեպ չենք դրել։ Ես էլ ուրիշ կադրա, Շիրակի թեմի առաջնորդարանի բապում հավաքված քաղաքացիներից մեկին ոստիկանները բերման ենթարկեցին։ Քաղաքացիները հաստատ ոստիկաններից շատ էին, ձեր դեմ զենք չեն հանել, լսեք, եք թողում, որ այդ գելը անգնի ձեր հոտի մեջ ում ասես բռնի տանի ուտի։ Սրա դեմ խաղ չկա։ Ես ոնց ալու։ Լմա։ Ես մի ուրիշ բան էլ կարդամ, սա երկար հոդված է, իմ հոդվածներից մեկն է, հատուկ եմ կարդալը, որ ցույց տան, որ 92 թվի դեկտեմբերի 2-ին ասա գրված, տպագրված, մինչև մեր օրերը ոչ մի բան չի փոխվել ու մենք ռեգրես ենք ունեցել։ Ովքեր ինձ հանդուրժում են, կլսեն մի 5 րոպեվա պատմությունը, ովքեր չեն հանդուրժում, գնացեք ձեր լոտոն բանը խաղացեք, ձեր կյանքն արեք։ Մարդիկ այդ թվում նաև մենք արտաքին լուրերի ճշմարտացիության ստուգման ներքին ինչ-որ զտիչ վերլուծող մեխանիզմներ ունեն։ Եթե դա այդպես չլիներ, ապա այսօր մենք պարզապես գոյություն չէինք ունենալ, որովհետև ամեն մի ստահակ կարող է մուտք գործել մեր ներքին միջավայր, ահաբեկել, խաբել, կեղծել, հիմարացնել եւ ցանկացած իր նպատակն իրագործել։ Թե որքանով է մեր այդ ներքին մեխանիզմը համապատասխան թելադրված ֆունկցիաներին, սկզբունքային եւ կարեւորագույն հարց է, որի պարզաբանումը պետք է օգնի մեզ ճիշտ պատասխանել իրավիճակն ու կանխատեսել ապագան։ Այն ժամանակ Նիկոլ չկար, 92 թիվ ասա։ Դատելով այսօր մեր իրականությունից կարելի է պնդել, որ մեր ներքին պաշտպանողական այդ մեխանիզմները եւ առաջներում եւ հիմա լավագույն վիճակում չեն եղել եւ չեն։
Թե մամուլում այսօր քննարկվում է մեր ռազմական, սոցիալական, տնտեսական եւ արտաքին ու ներքին քաղաքականության գրեթե բոլոր հարցերը, սակայն ըստիս մի ընդհանուր մոլորություն կա վիճակը վերլուծողների մոտ։ Նրանք կարծում են, որ իշխանությունները չեն տեսնում, չեն հասկանում իրավիճակը, չգիտեն ինչպես շտկեն գործերը եւ բավական է հոդվածով ճիշտ ուղին ցույց տաս, կատարողները կնկատեն իրենց սխալը եւ կշտկեն գործերը։ Դա լիովին սխալ ելակետ է։ Կառավարող պաշտոնը բոլորովին այլ տեսադաշտ է դեպի իրականությունը եւ պաշտոնավարողը գործում է իրական դաշտում եղած ուժերի իր ընկալմանը համապատասխան։ Նա ոչ թե չի տեսնում կամ այն հարցը, այս կամ այն հարցը, այլ յուրովի է տեսնում, ինչպես մեզանից յուրաքանչյուրը իր ունեցած փաստերի ու տեղեկատվության համապատասխան։ Ասված նարկա է բոլոր պետություններում, կառավարման համակարգերում եւ օղակներում։ Խնդիրն այն է, թե արդյոք հարցի նկատմամբ կառավարողների գործելակերպը համընկնում է կառավարողներին իշխանության բերած կառավարման սուբյեկտների շահերին, այսինքն ժողովրդի շահերին։ Կառավարողը կարող է ամբողջովին հեռանալ իրեն վստահված հարցերից եւ զբաղվել այլ հարցերով, ասենք անձնական բարգավաճման խնդիրներով, ժողովուրդը կարող է հանդուրժել այդպիսի կառավարողին եւ այդպիսի ժողովուրդներ կան։ Այդպիսի երկրներ գոյություն ունեն եւ հնարավոր է այդպիսի կան։ Ժողովուրդ իշխանություններ հարաբերությունները որոշում են երկրում արկա կեցության տիպը՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ, բռնակալական վարչակազմեր եւ այլն։ Ժողովուրդը եւ իշխանությունը իրականում երկու հակամարտ կողմեր են, որոնք ամեն վարքյան ձգտում են ի հաշիվ հակառակ կողմի մեծացնել իրենց իրավասությունները եւ ազատությունները։ Այս ձգտումները հավասարակշռվում են ինչ-ինչ համաձայնությունների շուրջ, սահմանադրություն, բարոյական նորմեր, նախանշված միտումներ եւ ենթակային փոփոխությունների որևէ նոր երևույթից կամ փաստից կախված, ասենք գների ուժեղ տատանումների, ժողովրդագրական տատանումների, այլևայլ դրսևորումներից, արտերկրում կատարող ինչ-ինչ տեղաշարժերից, բարձրագույն պաշտոնյաների պաշտոնափոխումներից եւ այլն։ Ժողովրդական երկրներում կուրորեն չեն սիրում, վստահում կամ ներում կառավարություններին, այլ գնահատում են նրանց ըստ գործերի, ստացված արդյունքների եւ նախապես խոստացածի իրականացմանը։ Այդ արդյունքները չեն բավարարում, եթե այդ արդյունքները չեն բավարարում երկու քաղաքացիներին, քաղաքացիների ինչ-ինչ պահանջներին ու պատկերացումներին, ապա ժողովուրդն իր իրավունքներն ու պահանջները համարում է ոտնահարված եւ իշխանությունների վրա ներազման իր լծակների օգնությամբ վերականգնում է խախտված հավասարակշռությունը։ Կրակում են, սպանում են, սատկացնում են իշխանություններին, ոչ ֆրանսիայի մնում։ Կողմերի վճռականությունն է որոշում, մինչև ուր կհասնի գործը, ցույցի գործադուլի թե քաղաքացիական պատերազմի։ Մեթոդների այս շարքում որևէ մերժված ձև չկա։ Հայությունը մինչև հիմա ասում է, մենք իրավունք ունենք ապստամբության, դեբիլներ, դուք իրավունք չունեք, դա ձեր պարտականությունն է։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձում է քաղաքացիական պատերազմը մեզ որպես վայրենություն ներկայացնել, ես Լևոնին եմ ասել, Լևոնն էր խոսում, ինչպես կարելի է քաղաքացիական պատերազմ։ Հիմա Նիկոլն է ասում, Նիկոլի շներն են ասում, դեպուտանկեկն են ասում։ Ու եթե ինչ-որ մեկը փորձում է քաղաքացիական պատերազմը մեզ որպես վայրենություն ներկայացնել, ապա հաշվել կկատարվեն մեր տգիտության վրա։ Այսօր Հայաստանը կանգնել է այս խնդրի առաջ, քաղաքացիական պատերազմը մերժում են գրեթե բոլորը, հո մենք Վրաստան չենք, ինչպես կարելի է լրիվ կործանվում ենք եւ այլն։ Իշխանություններն էլ ոգեշնչված մեր հանդուրժողականությունից շարունակում են իրենց գիծը։ Ով ջանասեր տգիտությամբ է գործերը ձախողում, ով էլ շահով ու գիտակցված հետևողականությամբ։ Վիճակը լուծում չունի, քանի որ իշխանությունները վերցնում են իրավասությունների ցանկացած ծավալ, իսկ ժողովուրդն էլ պատրաստ է կրելու զրկանքների ու նվաստացման առավել մեծ բաժինը։ Որը տարբերություն տեղում է կեսօրվա ու այն ժամանակվա մեջ։ Դժվար է հասկանալ, թե ինչն է խանգարում գիշերները կրակի շուրջ հավաքված հացի հերթավորներին առավոտյան քաղաքացի դառնալ, ինչն է նրանց զսպում կամ վախեցնում, որպեսզի 14-15 տարեկան լակոտների հանդեպ նրանք իրենց իրավունքները պաշտպանեն եւ հերթով հաց գնեն։
Այս հարցի պատասխանն է պետք գտնել, ապա նոր փորձել իշխանությանը պարտադրել եւ ստիպել այս կամ այն քայլը կատարելու, որովհետեւ նախ եւ առաջ քաղաքականություն վարողներն ու կառավարողները օբյեկտիվորեն եւ հաստատ այդ լակոտներից անհամեմատ ուժ են։ Թե ինչն է խանգարում, դժվար է խոստովանել, դրա համար ինչպես 15 տարեկան կարգի հրավիրելը, գրելու համար անձնական եւ քաղաքացիական քաջություն է պետք։ Այդ քաջությունը մենք չունենք, ազգովից չունենք։ Մենք թմրամոլության աշճան ծառավ ենք ազգային հրաշքների ու մեծագործությունների սկսած էներգետիկայից վերջացած պատերազմը։ Մեզ համար ոչ թե արդյունքն է կարևոր, այլ սպասումային վիճակը։ Այլապես մենք ոչ թե անverջ կխոսեինք, այլ կգործեինք, ինչպես որ ծառավ մարդը ջուր պետք է փնտրի, այլ ոչ թե դրա մասին խոսի։ Մենք մեր վիճակից ելքեր պիտի փնտրեինք, այլ ոչ թե թուրքական հացին սպասելով օրեր մտնասնենք, այն ժամանակ Թուրքիայից էինք հաստանում։ Կառավարության եւ իշխանությունների տեսակետներն ու ծրագրերը մեր վաղվա օրվա վերաբերյալ չեն ներկայացված, հրապարակայնորեն, բայց արդեն պարզ են բոլորին։ Ժողովուրդը հանդիսատես է դարձել իր ճակատագրի, այլ ոչ տերը։ Բայց մենք ոչ մարզադաշտում ենք, ոչ թատրոնում եւ ոչ էլ կրկեսում։ Մենք մեր վերջին պատառ հողակտորի վրա ենք, հիմարացված, հնազանդեցված ու խաբված։ Քանի հոդված պետք է գրեն տարբեր մարդիկ, որ խժներս գլուխս հավաքենք։ Իմ ծանոթ ուսուցիչները պատմում են, որ Ադրբեջանից եկած փախստական երեխաները որակապես տարբերվում են մերոնցից։ Նրանք ավելի աշխուժ են, հնարամիտ, իրենց նպատակներին համառորեն ձգտող ու հասնող, նրանք ադրբեջանական միջավայրի կերտվածք են։ Ուրեմն ադրբեջանցիք են այդպիսին, եւ մենք բազմաթիվ անգամ ենք հազոր, որ նրանք հարյուրապատիկ ավելի նախաձեռնող են, ճկուն ու խորամանկ, քան մենք։ Հակամարտության ընթացքում բոլոր նոր քայլերը նրանք են սկսել, իսկ մենք ուշացումով փորձում ենք դիմագրավել։ Ինչ խաղացես մեր գլխին խաղացին, իսկ մենք զարմացած իրար ենք դիմում, թե տեսնում ես այդ թուրքերը ինչեր են անում։ Պատերազմ է, հողի խնդիր, հաղթիր ինչպես որ կարող ես։ Սա է էությունը, մնացածը երկրորդական է։ Եթե Ղարաբաղի խնդիրը ադրբեջանցիք ունենային, հարցը երևի թե առանց մի կաթիլ արյան լուծվեր։ Եվ առհասարակ այլ ազգերը Ղարաբաղի նման խնդիր չունեն, որովհետև տարածքային հարցերը չեն շփոթել մարքսիզմ-լենինիզմի, իսկ հիմա էլ միջազգային իրավունքի նորմերի հետ։ Դեմոկրատ Շևարդնաձեն իշխանության համար Թբիլիսիի կենտրոնն ավիրեց։ Ազգային պետականության շահերից ելնելով վրացիք բնիկ աբխազական տարածքների վրա արշավեցին, հայերին թալանեցին, կոտորեցին եւ հիմա էլ մեր բեռներն ու հացն են թալանում, իսկ մենք եղբայրություն ենք մուրում։ Ուրիշ ազգերը Ղարաբաղի խնդիր չունեն, իսկ մենք 15 թիվ ունենք։ Արևմտա Հայաստան ունենք, Մասիս ունենք, Նախճեվան ունենք, Ղարաբաղ ունենք։ Եկեք ինքներս կողքից մեզ նայենք, մի քիչ ամոթ չի այս ամենը ունենալը։ Ու հակառակը, էներգիա չունենք, հաց ցանելու տարածք չունենք, աշխատող գործարան չունենք, ամոթ չէ արժեքների այս շարքն էլ չունենալ։ Մեր կերտվածքի մեջ մի յուրահատուկ գիծ կա, մենք ասում ենք պետք է բանակ, պետք են գիտադարձ տեխնոլոգիաներ, պետք են էկոլոգիական էկոլոգիապես մաքուր արտադրություններ, պետք է, այո պետք է ի պատասխանը խնկո ապերն է տվել մեկների ժողովում, իսկ մենք մեր նախագահը Պետրոսյանը իր իրական գործողություններն է ձևն է առաջարկել, իրական գործողությունների ձևն է առաջարկել։ Գնացեք, ձեր շուրջը մարդ հավաքեք միլիոնով, եկեք ձեր ավլատնից պարտադրեք։ Հայկական միակ քաղաքական միտքը էս ճիվաղն է տվել։ Ու դա մտել է հայկական դաշտ, որ գնանք միլիոնով հավաքենք, գանք պահանջենք, ապուշ միլիոնով չեն հավաքվում պահանջելու համար, միլիոնով հավաքվում են սատկացնելու համար։ Իմիջիալից նախագահը միակն է ասացի։ Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ Հայաստանում արկա միտումներին, ապա կարելի է ասել, որ Հայաստանում չկան աշխուժ տեղաշարժեր ու ջանքեր որևէ ոլորտում, բացի իշխանության
պահպանման հարցերից։ Մենք ամենուր օբյեկտ ենք, այլ ոչ թե սուբյեկտ։ Դարավոր թե ներկա պատմությունը ցույց է տալիս, որ առանց փոքրակույնից դիմադրության մենք համակերպվում ենք ապագա զրկանքներին ու զողություններին։ Մենք լիովին ընդունել ենք ապագա զոհի կեսվածք, ոնց մուկը վիշապի առջև։ Բնության մեջ գործը վերջանում է նրանով, որ հիպնոզացված մուկն ինքն է շարժվում դեպի վիշապի երախը եւ կուլ գնում։ Վերնագիրը եթե նայել եք, կոչվում է վիշապն է կուլ տալիս, թե մուկն է կուլ գնում։ Սա էլ եմ բացատրում, բառ առ բառ։ Եթե մենք շարունակելու ենք գործել մկներին հատուկ զոհի վարքով, ապա կանխատեսել էլ պետք չէ թե ինչ կլինի։ Բայց մի նրբություն կա օրինակում։ Մուկը կործանվում է ոչ թե իր անմիջական թուլության, այլ ելքերի բացակայության պատճառով։ Նրա հիպնոզված ուղեղն է իր թշնամին, այլ ոչ թե վիշապը։ Եթե մուկը կարողանա դիմադրել իր հիպնոզին, ապա նա կփորձի փախչել, ու մուկը շատ ավելի արագ է, քան վիշապը։ Եվ կփրկվի։ Վերադառնալով մեր խնդրին պետք է պատասխանեմ երկու հարցի. ումից ենք հիպնոզված եւ ինչպես հաղթահարենք այդ հիպնոզը։ Հիպնոզողը երևի թե մեր ազգային հոգեբանությունն է, որն ամեն մեկիս մեջ զատ ներարկել է զոհի մկան բարդույթը։ Հիպնոզի է բերում նաև վիճակի գնահատականի անկատարությունը։ Մեր վերլուծությունները միշտ պաշտոնական դիրքերից են վարվում, իսկ շատ հաճախ միայն հարձակվելն է։ Պաշտպանական դիրքերից են վարվում, իսկ շատ հաճախ ելքը պաշտպանությունը չէ, հարձակվելն է։ Մենք օբյեկտիվ տկարություններ ունենք տնտեսական հարցերում, արտաքին կապերի մեջ եւ այլն։ Այս ամենը բավարար է բարեկամներին թուլակամներին հիպնոսվելու համար։ Եթե մարդը հակված է հիպնոսվելու, ռադիոյում հնչող ձայնն էլ բավական է արդյունքի համար։ Այնպես որ մեր հիպնոզված լինելը երևի թե անժխտելի փաստ է։ Հետևաբար լուծումը պետք է փնտրել երկրորդ հարցում. ինչպես հաղթահարել հիպնոզը։ Ես մի քիչ արդեն բանա այն ժամանակվա կոնկրետ խնդիրները։ Ես կոչ եմ արել, եկեք մուծենք ուղևարձը, պահանջենք տրանսպորտ, հացի հերթ պաշտպանենք, պահանջենք հաց, քաղաքացի դառնանք, պահանջենք պետականություն, ազգ դառնանք, պահանջենք ազգային շահ ու ազգային պետականություն։ Այժմ մենք ամբողջ ենք ուղղապագա զոհ։ Ոնց ալնում 33 տարի ոչ մի միլիմետր դեպի պլյուս չկա, դեպի մինուս անվերջ է։ Ու հիմա արդեն ինձ լսողների մեջ երևի մարդ չմնաց։ Մի քանի ընկերներ են մնացել, իրենց համար եմ շարունակում խոսակցություն։ Նորմալ միտքը մեր մեջ տեղ չունի, դրա համար էլ այս վիճակն է։ Ու ադգով ենք սենց։ Այս երկուսը բանտում նույն կամերայում են նստած, Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են մեկուսարանում միևնույն խոցում։ Միլիարդատեր, բայց քաղաքականապես մեղմ ասած Հարիֆ Ռուբենը Ալիևի բանտում է։ Միլիարդատեր, բայց քաղաքականապես մեղմ ասած Հարիֆ Սամվելը Նիկոլի բանտում է։ Միակ արժանապատիվ, բայց քաղաքականապես մեղմ ասած Հարիֆ հոգերևավորական Միքայելը էլի նույն Չհարիֆ Նիկոլի Չհարիֆ Թուլեկի բանտում է։ Փնտրում եմ այլ կալիբրով առաջնորդային լիդերացու որակներով մարդու չեմ գտնում, որ գուշակեմ, թե ինքը երբ կգնա բանտ։ Հետևություն, քաղաքականապես մեղմ ասած հարիֆությունն է հայոց ազգային դժոխքի ակունքը։ Իսկ թե ոնց անենք, որ քաղաքականապես մեղմ ասած հարիֆության հարցը լուծվի, այդ արդեն չլուծող հարց է։ Որովհետև տարական ու մարդուն հասու գիտելիքն ենք ազգովի ատում։ Մենք հասած ինֆորմացիան չենք գնահատում, չենք ընկալում, չենք վերցնում։ Ոնց է բան է, թատրոն նստած լսում ենք։ Ինֆորմացիա լսելը նույն ռաբիս լսելն է։ Ոչ հասկանալու, ոչ կրթվելու, ոչ էլ եզրակացության գալու հարց չկա, զուտ կայֆ է։
Հայությունն այդ վիճակին է եկել։ Ռաբիս լսող ենք դարել, ռաբիս արանքում ռաբիս ենք լսում, ամբողջորեն էլ ինֆորմացիա ենք լսում, չենք վերցնում ինֆորմացիա։ Ինտերնետով մարդկությունը պարտվեց իր տականքին ու ետ գնաց նախնադար։ Ուղեղն է մերժում, ասում է, ինձ մաս մեդիան ասում է, ես ոնց վարվեմ։ Եմ այս ընդհանրացած բանը ներկայացնեմ, կարևոր է միգուցե օգնի ավելի լավ, ավելի հեշտ ընկալելը։ Գիշատիչ խոտակեր հարաբերություններում չի կարելի ոչ գիշատիչին եւ ոչ էլ խոտակերին մեղադրել։ Ամեն մեկն իր վարքն ու ճակատագիրն ունի ըստ իր կենսաբանական էության։ Ոչխարը խոտ ուտելով է ապրում, գերն էլ ոչխար ուտելով է ապրում։ Դրանց էությունն է այդ կենդանիների, բայց գայլ մարդ, գայլ ոչխար մարդ, աղվես մարդ, հավ մարդ, բորենի մարդ, խղճուկ մարդ, բիժ մարդ, հիմար մարդ, հույբույով մարդակեր աշխատող միլիցա մարդ, հայվան մարդ, թուրք նիկոլ հարիվ հայություն հարաբերություններ ես մեղադրում եմ բացառապես զոհերին, որտեղ 21-րդ լուսավոր գիտելիքային ու անսահման հնարավորությունների դարում խոտակեր, հավ, հայվան ու անասուն մարդ մնալն է սարսափելի հակամարտկայնություն։ Մարդն ուղեղով է ապրում, մնացած բոլոր օրգանները ստորադաս են ուղեղին։ Դրա համար երբ հայոց միջավայրում առաջին հաստավից բերետավորները, ջանավար օլիգարխները, սպարացերտի ղեկավարությամբ եւ այլևայլ մարմնեղ զորբաները հայտնվեցին ու մանրապեղ պճեղ ճիվաղները, Մղջյանի մոգն ու ճմրթած Սերժն էլ դրանց շեֆը դառան, մարդիկ պետք է ընդվզեին իրենք իրենց դեմ։ Հային պետք է ասեր, թե այն նորմալս, էդի չէ կատարվում։ Այդ ճիվառներն ով են, որ մեզ ուղեղակիրներից ստրկացնեն, որ արեք վառենք, կոխրճենք, սատկացնենք սրանց, ով են սրանք, որ մեզ ստրկացնեն։ Ու մենք կլենք մեղավոր, եթե սրանք մեզ տեր դառնան։ Ցավոք պարզվեց, որ մենք հենց մարդկային ուղեղը չունենք, նույնիսկ հավի ուղեղը չունենք, որտեղ գոնե մի քանի նորմալ ակլոր կլիներ մեր մեջ, ու այս դժոխքը չէր լինի։ Հիշեք են մեր ընկերոս գրած։ Սա սոցիալականության մասին եմ ես ներկայացնում, տեսությունն է, որ դու հանդուրժեք լսեք, որ ընդամենը կես ժամ է խոսել։ Անհատական լինելով հանդերձ մարդը կենսաբանորեն հասարակական է, այսինքն մարդը չի կարող միայնակ ապրել ու վերարտադրվել։ Մենք ատոմացված ենք, իրար ատում ենք, խինք նով եղավ, արենք կրդոր նով եղավ, այդ բիծը նով որտեց հաչիմա։ Բայց նորմալ մարդն ապրում է իր նմանների հետ ու իր նմանների օգնությամբ եւ հանրային կյանքի համար ունի էվոլյուցիայի ընթացքում հատուկ կերտած բազմաթիվ գործիքներ, որոնք չկան կենդանիների մոտ, ասենք լեզուն, կուտակած բանավոր կենսական ու պատմական փորձը, կողքից ընդօրինակելը, կողքի ասածին բանի տեղ դնելը, միացյալ բարդ պաշտպանությունը պատերազմների ժամանակ եւ միացյալ բարդ հարձակումը։ Մարդու ներքին այս դուալիզմը, անհատականությունն ու հանրայնությունը հանգեցրել են մարդկային անհատական հանրային կազմակերպման որոշակի սկզբունքների, որոնք ըստ ներկատեսակետների թվում են անխախտելի։ Մարդը համ անհատական է, համ սոցիալական։ Ժամանակակից հանրային մարդը, որը կազմակերպված է պետությունների ձևով, պետք է ենթակա լինի բարդ իշխանության եւ անհապաղ լուծում կամ պատասխան պահանջող գործադիրում էլ պետք է կառավարվի իր ունակ, գիտակ, արժանավոր անդամների որևէ մեկի կողմից։ Դրա համար մենք ունենք կառավարություն։ Բոլոր երկրներում կառավարությունները ստեղծող արարող են մարդկանց մասին հոգնանող, մեր երկրում կառավարությունը օշոտող է։ Նիկոլով չի սկսվել։ 91 թվականից այս ամեն չի սկսվել։ Ոնց եղավ, որ մենք ամբողջ մարդկությունից ենք տարբեր։ Ակնհայտ է, որ ցանկացած մարդկային հանրություն շերտավորված է մի քանի առանցքներով։ Ըստ սոցիալական խավերի, ըստ քաղաքացիական դիրքորոշումների, ըստ մասնագիտական նախասերությունների, ըստ փողի, ընդհանուր աշխարհայացքի, իշխանության հանդեպ վերաբերմունքի, ազգային հարցերի եւ բազմաթիվ այլ։ Մեր խնդիրն է հասկանալը, թե որ շերտն ինչ դեր ունի մեր ազգային խորտակման հարցում եւ համապատասխան վերաբերմունք ձևակերպել ինքնակործան շերտերի դեմ։ Մենք պետք է ասենք համագործակցող լինենք, բայց չենք։ Ու բանը մի քիչ ավելի խորն է։ Հասարակությունը բյուրեղատիպ է։ Այս ժայռերը, արզնեի ժայռերն են նկարած, վեցանիստ են։ Այս ժայռի
ատոմային մոլեկուլար մակարդակով է գալիս այս ստրուկտուրավորվածությունը։ Մեր հանրային այս կարծրատիպերը մեր անհատների մեջ նստած կարծրատիպության հետևանք են։ Մեր անհատն է աննորմալ, դրա համար մեր ստեղծած հանրությունն էլ աննորմալ է։ Պետք է հանրության մեջից մարդիկ, որոնք հասկանում են խնդիրները, ասեին, որ մենք խնդրեմ ունենք, այսինքն հասարակություն անհատ այս դաշտում շատ լուրջ խնդիրներ ունենք, պարտությունների պատճառով կերտվել է, այսինքն դաժան ինքնակործան անհատ, որը ստեղծում է իր հանրությունը։ Մեր դեֆեկտները խորն են, արեք հասկանանք, փորձենք ուղղել, չի ստացվում։ Մի քիչ ավելի մանրացնեմ։ Մասնագիտության ու անհատականության շնորհիվ մարդը գիտակցում է, գնահատում, հարգում ու մեծարում դիմացինին ըստ արժանինքների։ Դրանով կերտվում է համագործակցող, իրար սատարող ու օգնող ստեղծագործ հանրություն։ Գիտության ու էգոիզմի շնորհիվ մարդիկ բացասում, մերժում, ստորադասում են միմյանց, որով կերտվում է անհանդուրժող, ապա կառուցողական, ապա սոցիալական հանրություն ու մասնագիտականություն մերժող միջավայր։ Առաջին տիպի հասարակության մեջ իշխանությունը ենթակա է հասարակական կարծիքին եւ չափավորված է հենց սոցիալական լծակներով ու գյուլլվելու վտանգով։ Դգետ միջավայրում իշխանությունը մեկուսացած է հանրությունից եւ մարդիկ չունեն նրա վերահսկման լծակները։ Իշխանական Նիկոլը ձեր հետ ոչ մեկ հետ ոչ մի գործ չունի։ Ինքը իր շներին ասма գնացեք դրանց բռնեք, դրանք գալիս են ոնց որ ոչխարի հոտից գելնա բռնում, մեկին բռնում տանում են կողմեն բանտ։ Հատկացեք ձեր իշխանությունը ձեր հետ ոչ մի կապ չունի, ցանկացած աննաց ունի բերդիր, մենակ միլիսիոն փողոտուր կառավարես, խնդրեմ չունես։ Ձեր խնդրեմը միլիցիան է, որը դարել է իշխանություն երկրի։ Եթե հանրությունն ապակառուցողական է, ապա նրանում չկա արտադրելու հնարավորություն, մարդիկ աղքատ են ու մեծապես կախված իշխանություններից։ Հենց այդ պատճառով ոստիկանական ուժերով իշխանությունը բռնացած է մարդկանց վրա եւ ինքնոգենոցիդալ ռեժիմի մեջ է սեփական ազգի հանդեպ։ Այս պայմաններում թուրքերը կարողացան հայոց իշխանության կարգել իրենց մարդուն։ Բայց եթե նախորդների կերտած դժոխքը չլիներ, Նիկոլ չէր լինի։ 92 թվականին ես այդ հոդվածն եմ գրել, Լևոնը դեգեներատ Լևոնը, ձեր շեֆներ ու ձեր պաշտամունքը միջև այսօր։ Իշխանությունը կերտվում է ըստ հանրության մեջ հաստատված սոցիալական գերակայությունների։ Անհատականություն հարգող հանրությունը կերտում է տեխնոկրատական իշխանություն, անհատականությունը մերժող հանրությունը կերտում է ինքնակործան բռնապետություն։ Դա ինչից է գալիս։ Այս երեք բևեռներ դնենք. անհատականություն, սոցիալականություն, էգոիզմ։ Անհատականությունը բերում է սոցիալականության, որովհետև անհատը հասկանում է ինչ ինչոց է։ Ու նա սոցիալական հանրություն է կերտում իր շրջապատում։ Ինքը բարի չի, ինքը հատկացող է։ Էգոիզմը բերում է խմբակայնության, միլիցիաները խմբակ են, ողմակ են, օլիգարխները ողմակ են, գողականը ողմակ է, հակառուցները ողմակ են։ Դա գալիս է տագիտությունից։ Ու այդ առանցքները կան։ Անհատականություն, էգոիզմ առանցքը, սոցիալականություն, խմբայնականություն, այս շեղումը դեպի աննորմալը մեր տգիտությունից է, որը ցանում է էգոիզմ։ Ես ումից եմ պակաս էգոիզմը միայն մեր մոտ գոյություն ունի։ Դուք ոչ մի ազգի մեջ չեք լսի նման խոսք։ Ես ումից եմ պակաս։ Սա սկզբունքային հարց է։ Դու բոլորից ես պակաս։ Դու քեզ ես կործանել։ Ու սրա վերջը չկա։ Մենք չենք կարող բարձրանենք սրանից։ Մեզանում հավասարակշռությունները շեղված են դեպի էգոիզմ, որովհետև գոյատևման ռեժիմը։ Ամեն մեկ փորձում է իրանը վերցնի, կողքինից չալաղաջը վերցնի ուտի, կողքինի չալաղաջը դրա այդ պայմաններում ինչ սոցիալականություն, ինչ անհատականություն։ Անհատականություն են դարձ տականքը։ Հարգում եք ում տականքին, անհատապես տականքին։ Հայոց մազոխիզմը Նիկոլի սադիզմին էլ չի բավարարում։ Բա մտածեք, թե ինչ կարող անեք, միգուցե օրական հայով սկսեց մոստիկ գծվել։ Մենք մարդկային բոլոր չափերն ենք անցել։ Վել անցել ջնջխել ենք։ Ու սենց ինչքան կարա շարունակվի։ Էսից լսողները թե եզրակացության չեք գալու,
որ դուք անելիք ունեք, կողքիներին ասելիք ունեք։ Ու վերջում ձեզ համար ես դեմոնստրացիա կանեմ լուր այս 104 էջանից, տեսեք 104 էջանից քաղաքագիտության գիրքը գրել եմ մի 5-6 տարի առաջ, հազարը սրանից տպվեց, բաժանվեց, հոսեց ոնց ջուրն ավազի մեր։ Սենց ես էջերով կգնամ, որ ովքեր որ ասեն, բայց մենք ոնց անենք գիրքը ճարեք, պետք չի գիրքը ճարել, այս կարդացեք։ Այսինքն էջ կգնամ, որ կարդացող է այս ամեն ինչ։ Լինքն էլ կտամ բանի տակ, կարաք վերցնեք, լինքից կարդակ։ Այս գիրքը։ Ինչի եմ ես այս գիրքը գրել։ Ինձ որպես մարդ պարտավոր եմ համարել ճշմարտությունն ասելու, ձեզ տեղյակ պահելու, որ աշխարհը գիտելիք ունի, որին մենք տեղյակ չենք։ Միայն ձեր ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները չեն, ձեր Համբարձումյանը չի աշխարհի տերը։ Դուք պարտավոր եք ամեն մեկը մարդ դառնալ։ Սովորել իշնչոցը ու ձեր կյանքին տիրություն անել։ Ես ինձ թվում է կհանդուրժեք, որ ես sense բան եմ անում։ Ամեն անգամ ես խոսում եմ այն մասին, որ արդեն արված կա, ես արել եմ։ Իմ դեբիլ հալով արել եմ, թող մեկն ավելի լավն աներ։ Ես ամեն ինչ ձեր ներկայացներ, թե ինչա պետությունը, ինչա մարդը, ինչա սուբյեկտը, ինչա ղեկավարը, ինչա ժողովրդավարությունը, ինչա բռնապետությունը, այս ամեն ինչը մանրացված, ծամծամված դրված է, գրված է։ Նենց չի, որ գիտելիքը չկա։ Դուք գերադասում եք հազարներով սրա նրա բերնին նայել, միլիոններով, փոխանակ ինքներդ կրթվեք, գիտելիք ձեռք բերեք, ձեր տերը դառնաք։ Հայաստանը կարող է չփրկեք, բայց գոնե այսքանին որ ծանոթանաք, ինձ քրֆելու փոխարեն մերսի ասեք։ Գիրքը գունավորել կա, ըստ որում, այս գիրքը։ Ավելի ծավալունը կա։ Ոչ մեկը լայեղ չի անում կես կիլո մսի գին տա, որովհետև ինքնարժեք ես գրքի 3000 դրամ, հա, ու գնի։ Դրա համար ստիպված ցույց եմ տալիս, անիմաստ է։ Այդ գիրքը վերջը գնալու է Զիբիլյանոց թափվի։ Դուք ձեր մեծերն ունեք, ձեր պատկերացրած մեծերն ունեք, ձեր ապրելու ձևերն ունեք, շարունակեք նույն ձևով վերաբերվել։ Ձեր համար նախնա մի 1000 տարի առաջվա ինչ-որ մի բան գրածը բան է, ավտարից է դա։ Իսկ ասենք թե ձեր շրջապատում այս տարում չի կարող պատահի մի ուրիշ մարդել ինչ-որ մի բան իմանա։ Ես գիտեմ ինչ-որ բաներ։ Չեք վերցնի, որովհետև ձեր համար քիեսով է։ Սովարա։ Ես ապրտնում։ Եկա հասա վերջին։ Ես էլ նժդեի սկզբունքներն են, ես կոնե շատ պահեմ իմացեք, թե նժդեը, որ այդքան խոսում եք, թե նժդերնով է, իմանաք, թե նժդեին ինչ է արել, օթի մեջ չխոսակ, էլի չհաչակ օթի մեջ։ Ես Նիկոլի Գալու տարվան եմ գրել, հայկական պետականության կերտումը։ Ուսննելը, որ կարող է պատահի մեկին հետաքրքրի, ոչ մեկին չհետաքրքրեց։ Ոնց որ 92 թվերի հոդվածը Լևոնի օրոք թքեցիք վրան, նույնն էլ հիմա է կատարվում, ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրքրում։ Ես այս նկարն եմ ուզում մեծացրած ցույց տալ։ Մի անգամ խոսել եմ այս մասին, նորից կրկնեմ։ Սա Բալին ռմբակոծեցին, չէ՞, տերորիստ կոչեցրալները։ Դրանցից մեկն է, որը բանտում էր ու սպասում էր մահապատժին։ Մի քանի տարի առաջ մահապատժի ենթարկեցին, իր նկարած նկարն է։ Այս վիճակում ենք մենք։ Բաց աչքերով նայում ենք մեր մահվանը։ Ինքը նկարիչ էր, հանճարեղ գործ է ստեղծել այս տղեն։ Չգիտեմ այս նկարը հիմա ինչ արժի։ Այս նկարի մի մասն է, տակը Անջելա Մերկելն է, այս իր գլուխն է եղում այդտեղ, այս նկարի տակ քթի վրա, գլխի կեսն է, բայց նկարը հանճարեղ նկար է։ Փորձեք հաղթահարել այդ կոմպլեքսը ու ընդունել, որ ինչ-որ մարդ կա, որ մի բան գիտի, մի ուրիշ մարդ կա, մի ուրիշ բան գիտի։ Այդպես է,
Մարդկային հարությունն է, ես բժիշկ չեմ, ֆիզիկոս չեմ, ես չեմ, այն չեմ, ինչ որ միլիարդատեր չեմ, միլիոնատեր չեմ, հանճարեղ չեմ, գերազանցիկ չեմ, ես մի զիբիլն էլ ես եմ արել։ Փորձեք վերցնել ու համակերպվել նրան, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ իրավունք ունեն իրենց անցած կյանքի փորձով ինչ-որ բան են տեսել, գրի են արել, սովորած։ Խելոք չեմ դրանից, ոնց կարող եմ պատահի որևէ մի հայից խելոք լինեմ, բոլորից դեբիլ եմ, սաղից էդ։ Բայց ես գրել եմ, sense դրբախտություն եմ, վերցրեք, կարդացեք, իմացեք, ձեր խնդրեմը շատ խորն է։ Շատ կործանարար վիճակում ենք, որովհետև ամեն մեկի մեջ նստած է մի հատ ինքնակեր, որը հորշոտում է մեզ։ Այս սանով վերջացնում։ Սա Իսրայելի ազգային անվտանգության նախարարն է։ Ինչ ասի որ լավ լինի։ Ասում է, եթե մենք թույլ տանք Գազա օգնություն մտնի, մենք թթվածին կտանք Համազին։ 92 միլիարդ մարդ ես կոտորել։ Ու դու խոսում ես Համազի թթվածնի մասին, ասում ես, չէ, սովամա հարեք այդ 2 միլիոնին, որ մենք Համասին բանանենք, հաղթենք, աշխարհը գրավել են ըստ վաղները։ 23 թվականի հոկտեմբերի 7-ին Աստծո ընտրյալն ինքն էր կազմակերպել հարձակումն իր վրա, հենց դրանով կարողացավ աշխարհը կոոոոխել դժոխք։ Չենք կարողանում բարձրանալ։ Հիմա ամերիկյան հեռուստատեսություն նայել չի լինի։ Տրամփն ուզում է բան անի, հարձակվի երկրորդ անգամ տեսել է հոյակապ ստացվում էլի, սամալոտից թռցնում ու աշխարհի տերն ես, սաղի հերեկանից ես, հենա Պուտինն արդեն ասել է, չէ, արեք բանակցենք, շռռալա տակը։ Տրամփը ընդամենը ինքնաթիռ թռցնելով դարավ աշխարհի տերը, ասում է մի հատ էլ եմ ուզում թռցնեմ, բայց պատրաստեք, հող նախապատրաստեք, դավայ խոսացեք, ասեք, այնտեղ խնդրեմ կա, հլալարի ոչնչացած չի։ Տելևիզորը մի ասում ես, էդ են հաճում։ Մի անգամ էլ կթռնի երևի։ Ես իրանց մասով։ Ես էլ ես էի գրել, վախում եմ նույնիսկ ինտերնետում հայերեն գրեմ, որովհետև կբլոկեն, գրել էի, այս Թուրքից ազատվելու միակ ձևը գիշերը միլիցեքը, մաշնեկը, գարաժները պաժար տալն է։ Այլ տարբերակներով պարտված եք։ Այս մասին ես ոնց հասկանում եք 92 թվականից եմ գրել քաղաքացիական պատերազմի կարևորության մասին։ Լիքը ազատամարտիկ կան, դոշ ծեծող, ունքերը, բեղերը ոլորած, լիքը հերոս ունի հայ ազգը։ Բայց մի հատ պլոճիկով տղամարդ չունի, որ ունենայք այս խոսքը ձեզ չեր ասվի։ Գետինը մտնեք երիցս, գետինը մտնեք, լավ դուք ոնց եք ապրում այս սպես անպատիվ։ Այսրանով կվերջացնեմ այսօրվա խոսքս։